Բարև Դավիթ ջան, Ողջույն Սևակ ջան, հուսով եմ լավ ես, լավ հրաշալի։ ես էլ եմ հրաշալի, ողջույն նաև մեր դիտորդներին, հանդիսատեսին։ Այսօր մի փոքր այլ ֆորմատով ենք ուզում եթեր ունենալ, սիրելիներս, ուզում եմ հարց ու պատասխան լինի, ես մի քիչ հանդես գամ հավատացյալների կողմից նաև, ուզում եմ եւ իրենց կողմից էլ այն պատասխանները, որ կամ այն հարցերը իրենց մեջ առաջացած կլինի, ես էլ լինելով նախկին հավատացյալ, ինքս էլ կդնեմ այդ հարցերը քննարկման, տեսնենք դրանից ինչ դուրս կգա։ Իսկ առաջին հարցը ես կուզեմ մի հատ անձնավորություն կար, որ գրել էր մեր տեսանյութի տակ, հետևյալն էր, կապված կաթոլիկ եկեղեցու հրաշքների հետ, որ կաթոլիկ եկեղեցին, ինչ որ Հռոմի Պապը կարողանում են Մարիամ Աստվածուհու հետ, Աստվածածնի հետ կապ ունեն եւ կարողանում են հրաշքներ անել, մինչդեռ մեր եկեղեցին նման հրաշքներ չի կարողանում անի։ Ինչ գիտելիք ունեն նրանք, ինչ ինֆորմացիա են տիրապետում, որ կարողանում են նման հրաշքներ անել եւ իրենք են այդ սրբերի կողմից ընտրված, չգիտեմ ինչ, իսկ մենք չենք կարողանում անել։ Կուզեի նաև առաջինը անդրադառնալ այս թեմային, եւ հետո որից հետո հարցերը ինձ թվում է կծանվեն։ Ինչ կասես Դավիթ ջան, քո տեսակետը հետաքրքիր կլինի մեզ։ Նորից ողջույն, Սևակ ջան ու մեր հետևորդներին։ Հարցը հետաքրքիր է, ինձ թվում է շատերն են նմանատիպ ըստ իս մոլորության մեջ, որովհետև հրաշք կոչված դաշտի համար չի կարա լինի բաժանում կաթոլիկ, առաքելական, ուղղափառ, դժվար թե տիրամայրը ընտրեր կոնկրետ կաթոլիկներ եկեղեցին ու վերջ։ Դա մի հատ մեծ մանիպուլյացիոն գործիք է, որ օգտագործվում է, բոլորս գիտենք, որ կաթոլիկ դաշտը ինքը ավելի ընդլայնված տարածք, ավելի մեծ տարածք ընդգրկում, վերջը Հռոմի Պապ գոյություն ունի եւ ամբողջ աշխարհում իշխանության մի հատված է ինքը իրենց ներկայացնում, բնականաբար հավատացյալ մի մեծ հատվածի համար պետք է որոշակի նմանատիպ բաներ օրինել, տարածել կամ երևի իրոք ինչ որ հրաշքներ լինում են, որից տեղյակ չեմ, բայց մի բանից եմ տեղյակ, որ ինչ է նշանակում հրաշք, հրաշքը տեղի է ունենում ամեն օր, ամեն ուր եւ ամենքիս հետ։ Հարցը մենք նկատում ենք դա թե չէ։ Ամենամատչելի հրաշքը, որը իրականում շատ մեծ հրաշք է ամենայն դեպս իմ համար, մեր կյանքն է։ Մեր կյանքից այն կողմ ավելի մեծ հրաշք, չգիտեմ, ինչ կարելի է պատկերացնել։ Եթե մենք մեր կյանքը ապրենք այնպես ոնց որ տրված է Արարչի կողմից, ոչ թե սողունի կերպարով ապրենք, այլ ապրենք մեր լիարժեք հնարավորինս լիարժեք աճը, որը պետք է ամեն մարդ կարողանա գիտակցի եւ գնա այդ աճի ճանապարհով, բոլոր գործողությունները, ինչ որ տեսնում ենք այս աշխարհում, մեր համար կդիտարկվեն նորմալ, սկսած ջրի վրա քայլելուց, վերջացրած քույրի բուժումից, որը ցույց էր տալի Հիսուս, եւ ասեմ ավելին, Հիսուսը ասելով եկեք իմ հետևից, դա նշանակում էր, որ ցանկացած մեկը եթե իմ հետևից իմ ճանապարհով գա, ամեն մեկը էլ հնարավորություն կունենա այդ գործողությունը անելու։ Վերջի վերջո նույն իր աշակերտներից էր, չէ՞ որ ջրի վրա կարողացավ քայլել մի փոքրիկ կասկածի շնորհիվ, սկսեց նորից խորտակվել։ Կամ Հիսուսը իր աշակերտներին սովորեցրեց բուժում եւ ասեց գնացեք բժշկեք ողջ աշխարհում, չէ՞։ Վերջի վերջո դա փաստ է նրա, որ ամեն մարդու տրված է այդ գործողությունները անելու հնարավորությունը։ Հարցը նա ով չունի իր համար, ով չի կարողացել հասնել դրան, ու ցավոք սրտի դա աշխարհի ամենամեծամասնությունն է կազմում, այդ մյուս մարդկանց համար դրանք հրաշքներ են, կոնկրետ հրաշքներ են։ Իհարկե մենք բոլորս որ հեռացել ենք այդ ամենից, մեր համար հրաշքներ են, իսկ կատարողները հրաշագործներ։ Այս դաշտով եթե նայում ենք շատ նորմալ բան է այդ process-ները, եւ անցալել որ կաթոլիկ եկեղեցին ուղիղ կապ է հաստատում Մարիամ Տիրամոր հետ, Մարիամ Աստվածածնի հետ, որի շնորհիվ հրաշքները կատարում, ինչքան կարա թող կատարի, բայց արդյունքը մնում է նույնը, որ աշխարհում պատերազմները շատ են, ողբերգություններով լի է ամենը, թե ուր մնաց այդ հրաշքների արդյունքը չգիտեմ, թե կաթոլիկ եկեղեցու համար հատուկ առանձին
հրաշքներ է կատարում Տիրամայրը եւ որ իրանց գանձարանները լցվեն ու վերջ։ Չեմ կարծում որ տիեզերական ուժերը գանձարաններ լցնելու եւ միայն նմանատիպ կոնկրետ խմբավորումների համար կատարեն իրանց տիեզերական հրաշքները։ Այդպես բան գոյություն չունի։ Եթե նմանատիպ լուրեր կան, ասեմ ավելի նմանատիպ լուրեր նույնիսկ հնարավորինս 21-րդ դարում հատկապես տեխնիկան թույլ է տալիս, որ ապացույցներով նույնիսկ մարդկանց փորձեն համոզել, դժվար չի այդ դեր խաղալը։ Եվ շատ շատերը լսելով ստեղից, ընդեղից, ծանոթների միջոցով եւ այլն, ամենայնտեպս մնում են այդ խաբկանքի ստվերի տակ ու փորձում են նմանվել։ Կարծում եմ երևի մի կողմից էլ լավ է, որ մեր եկեղեցին ճակերտավոր ասած այդ հրաշքները չի անում, այսինքն այդ կեղծիքը չունի իր մեջ, չնայած կցանկանայի, որ ավելի դեպի վեր աճի ուղղությամբ գնար, բայց գուցե կարելի ասել գոհ ենք, որովհետև վերջի վերջո նույն կաթոլիկ դաշտը, որի իշխանը Հռոմի Պապն է, լինում միշտ, այդպես է կոչվում այդ վերջի վերջո ամենամեծ իշխաններից մեկը այս աշխարհում, ամենայն դեպս այդ գործիքակազմը իր ձեռքում ունեցող իշխաններից մեկը հենց այդ պապերն են։ Խնդիր չի, եթե իրանք այդ հրաշքների մեջ են, ուրեմն թող աշխարհը կարգի վիճակում լինի, ոչ թե այս վիճակում։ Պատասխանը սա թող լինի, սա իմ տեսանկյունն է, եւ հարց տվողը գուցե կհասկանա ինչի մասին է խոսքը։ Ամենամեծ հրաշքը մենք պետք է մեր մեջ արտնացնենք, ամենամեծ ճանաչողական դաշտը ամեն մարդ իր մեջ պետք է գիտակցի ով լինելը որպես արարչականի կողմից ստեղծված եւ արարչականի լույսը կրող, եւ եթե չկասկածի այդ լույսի հզորությանը եւ փորձի գործել, գոհանալ իրան տրվածով առավոտը արթնանալու համար, որ կարողացավ արթնանալ տարբերություն շատերի, որ չարթնացան այդ պահին, որ իր շուրջը խաղաղի տարբերություն շատ տեղեր են, որ հրետակոծության տակ են եւ շատ նման բաներ զգոհանա եւ փորձի այդ տված շնորհը առաջ տանելով ինքնաճանաչման գնա, ինքը իր մարմնից սկսած մինչեւ ներսի աշխարհ, ներքին աշխարհը ճանաչի, կարծում դրանից մեծ հրաշք չի կարելի ուղղակի սпасել այս պահի դրությամբ։ Ինձ թվում է դրանից լավ հրաշք չկա։ Հրաշքները գոյություն ունեն, բայց այդ հրաշքը մենք պետք է կարող լինենք տեսնել, ուղղակի պետք է կարող լինենք տեսնել։ Ամեն վարքյան տեղի ունեն տիեզերքում հրաշք կոչվածներ, այսինքն հրաշք նշանակում է մի բան, որից դու հեռացել ես, դա քո համար անծանոթ երևույթ է, գուցե կողքինը կարողանում է տեսնել կամ անել, դու չես կարողանում, քո աչքին դա հրաշք է երևում։ Այդքան պարզ պատասխան կտամ, որովհետև պարզությունից լավ հրաշք չկա երևի։ Իհարկե, ի վերջո դրանք էներգիաների որակներ են, որոնց հետ մենք կարող ենք աշխատել։ Հիմա ֆիզիկոսները կամ քիմիկոսները լաբորատորիաներում այդ հրաշքները անում են, այս նյութը խառնելով են նյութին ինչ-որ ստանում են մի բան։ Մեր չիմացողների համար դա հրաշք ասում ենք, այս ոնց արեց։ Ամբողջ քվանտային գիտեն նյութերի հետ աշխատելը, իրենց համար դա հրաշք չի, դա բնական process է։ Ամբողջ քվանտային ֆիզիկան հիմա այդ հրաշքներն է անում, ապացույցները տեսնում է, իրանք էլ չեն հավատում այդ ամենին, բայց իրանց ձեռքով է դա կատարվում։ Բայց քանի որ դա գիտության դաշտում է քվանտური ֆիզիկան գրանցված, բոլորս ասում ենք դե հիմա գիտնականներ են անում են, այդ հրաշք չի, իր գլխին ապացույց չկա իր մասին, այդպես։ Դա մի 50 տարի հետո տես մի հատ լուսապսակ կդնեն այդ գիտնականի։ Դուրսին այդ ասեն ժամանակվա սրբերից էր։ Իհարկե 200 տարի առաջ ընդամենը մի քիչ ավելի 150 տարի առաջ, երբ որ ասեին մետաղը կարող է երկնքով թռնել, բոլորս կասեինք ինչ ես խոսում։ Հրաշք չի, որ ինքնաթիռը թռնում է։ Մենք ուղղակի կարողանում ենք տեսնել, կարողանում ենք օգտվել այդ ամենից, դրա համար էլ ընդունում ենք որպես իրականություն, իհարկե իրականություն է, բայց չէ որ 200 տարի առաջ այդ գաղափարը նույնիսկ հրաշք էր։ Նո սրանից 30 տարի առաջ Միջև իսկ մեր ամեն մեկիս հեռախոսները ժամանակին վերջացավ, թող չթվաց։ Սրանից 20 տարի առաջ որ ասեն կարող ենք մենք իրար տեսնելով խոսել աշխարհի որ ծայրում են, որ մենք կարող ենք տեսնելով խոսը կոսին, ալավ սոտինը չափ կլինի, sense։ Այս մեր եթերը հրաշքների շարքից է 200 տարի առաջվա համար։ Ու վերջի թող
կներես թող տպավորություն չստեղծվի, որ շատ թեթև մատերիալանքով պատասխանվեց հարցին կամ նայվեց այդ հարցին, որովհետև հավատացնում եմ, որ իրոք աշխարհում շատ են նման մանիպուլյացիոն խաբկանքները մարդկանց նույն թմբիրի մեջ գցելու, վախի մեջ գցելու, կասկածների մեջ գցելու համար, ոնց որ մեր հարց տվողից հասկացա, որ անհանգստությունն իր մեջ ինչու մեր եկեղեցում չեն կատարում նման հրաշքներ, կաթոլիկ եկեղեցում են կատարում, այսինքն անհանգստության մեջ պահելու համար մարդկանց, որովհետև անհանգստացած մարդը ամենակառավարելի մարդն է, որովհետև հիասթափություն է մարդու մեջ առաջանում եւ ինքը հեշտ կառավարվում է։ Դա կապում են մեր հետ, Դավիթ ջան, այս հարցով հավատացյալները ասում են դուք եք մեղավոր, մենք ենք մեղավոր, որ հեռացել ենք Հիսուս Քրիստոսից, ճշմարիտ ավետարանի լույսից, դրա համար սատանան ակտիվացել է մեզ, խաբում է, խարբալում է, պահում է թմբիրի մեջ, մենք ենք մեղավոր, ես էլ ասում եմ լավ, եթե կրոնները ճիշտ էին եւ այս 2000 տարի է ինչ տեսակի կրոն ասես որ դուրս չեկա բոլորդ Քրիստոսի անունից է գալ ինչի դրանց աշխարհը ավելի լավը չդառավ քո ասացի պես դե իրանք ասում են դուք եք շեղվել դուք Հիսուսն ասեց իմ մեջս կեցեք ես ձեր մեջ կկենամ ով որ ինձ հավատա թե մեռնի պիտի ապրի վերցրու խաչը տարիմ հետևից դե դուք չեք անում տես դուք խոսում եք որ միայն քրիստոնյա եք շուրթերով բայց ոչ հոգով այդ դրա համար էլ այս օրինը այս վիճակին եք մինչև հիմա որ Հայաստանը մնացել է մեր աղոթքների շնորհիվ է իրենք ասում են Քրիստոսի շնորհիվ է որ մինչև հիմա Հայաստանը մնաց այսինքն թե չէ մենք վաղուց վերացել գնացել ենք ես կուզեմ իրանց անունից խոսամ այս պահին դու փորձի պատասխանես այս հարցին Դավիթ Սևակ ջան, ամեն տեղում ըստիս միանշանակ չի կարելի ասել սխալ է կամ ճիշտ։ Այո, ցանկացած խնդիր ամեն մեկի մեջ է։ Հիմա չգիտեմ, որ դաշտը ինչ է ասում, բայց իրոք ամեն մեկի ներսում է։ Սկսած այդ ասողներից։ Իրոք մենք շատ ենք հեռացել ինքներս մեզանից, չեմ ասում Հիսուս Քրիստոսից, ինքներս մեզանից, որովհետև նույն Քրիստոս հենց դա էր ասում, որ եղեք ինքներդ ճանաչեք ինքներդ ձեզ, լինել ձեր ներսում առաջին հերթին։ Եվ պատահական չէ, որ ասում է աղոթք անելուց մի աղոթեք անհավատների պես խմբերով հանդրության ներսում, այլ ասում էր առանձնացի, փակի քո սենյակը ներսից, ի նկատի ունենալով մտի քո մեջ եւ նոր աղոթք արա, այլ ոչ թե հանրային տարածքներում, որ ցույց տաս, թե դու ինչ ես անում։ Մենք ենք հեռացել, իհարկե, հեռացել ենք, որովհետև հենց նոր այդ հրաշքներից, որ խոսում էինք, այդ նույն պատասխանը կար զրույցի մեջ, որովհետև մենք այնքան ենք հեռացել իրականությունից, որ շատ նորմալ երևույթները մեզ համար հրաշքներ են թվում։ Եվ դա նոր չէ, հազարամյակների մասին է խոսքը։ Եվ ապագայում ավելի կարող ենք հեռանալ, եթե չգիտակցենք, որ պետք է մոտենանք։ Ինքներս ենք հեռացել ենք եւ ինքներս համաձայնվել ենք այդ հեռանալու գաղափարի հետ։ Մենք հիմա սկսել ենք հավատալ ավելի շատ մեր իսկ կողմից ստեղծված տեխնիկային համակարգչին, որի մեջ լցված է մարդկային գիտելիքը։ Իհարկե շատ բազում գիտելիքներ կան, որ ամեն մի մարդ չի, որ կարող է իր մեջ այդ ամենը ունենալ, իհարկե դա շատ օգտակար բան է համակարգիչ օգտվելը, բայց շատ անառողջ է, երբ որ շատ պարզ բանի մասին զրուցելուց դիմացինին չես վստահում։ Նույնիսկ մեր հիշողության վրա է դա ամենը ազդում։ Այլուր մնաց խոսանք փրկությունից, դրախտից, դժոխքից եւ այլն։ Եւ ամենամեծ խնդիրը եւ պրոբլեմ կոչվածը նա է, որ իրենց իսկ հարոզների շնորհիվ սովորական հանրային մարդը, ով որ փորձում է ինչ-որ մի բան ճանաչել, սկսում է ընկնել խաբկանքների մեջ, սկսում է մոլորության մեջ ընկնել, փախերի մեջ ընկնել եւ մտածելով, որ եթե չմիանամ ինչ-որ համապատասխան խմբավորմանը գուցե եւ իմ համար դրախտի փոխարեն դժոխքի դռները բացվեն, եւ լինում է այն ինչ որ լինում է, գնալով բազմանում են նման խմբավորումները, քչանում են անհատ դառնալու ենթակա մարդիկ, այսինքն դեպի անհատականությունը իրենց ներսում ծնող մարդիկ եւ ունենք այն ինչ ունենք։ Շատ ամբողջ բոլոր այդ խմբավորումների հիմքում ընկած է էլի վախի մթնոլորտը, որի մասին խոսում ենք, բոլորը մարդիկ միանում են այդ խմբավորումներին այն պատճառով,
որ հանկարծ չընկնեն դժոխք եւ ընկնեն դրախտ։ Եթե մարդու գաղափարի միջից հանում ենք դրախտ կամ դժոխք ընկնելու գաղափարը, ամեն ինչ քանդվում է։ Գուցեև դա հանրային մարդու համար շատ կարևոր է, պետք է, որովհետեւ եթե մարդ լողալ չգիտի, պարտադիր ինքը մի տեղից կառչելու կարիք է զգում։ Չի կարելի դա էլ ասել, որ վատ է, բայց կարիք չկա կամ չի կարելի պնդել, որ դա է եւ վերջ, որովհետեւ թե դժոխքը, թե դրախտ կոչվածը էլի մեր ներսում է գտնվում։ Եվ վերջի վերջո, եթե մենք ժխտում ենք դժոխքը, դրանով հանդերձ մենք նորից ընդդիմանում ենք արարչականությանը, որովհետև այդ դեպքում դուրս է գալիս, որ մենք կողմ չենք արարչի կատարյալ ստեղծագործության հետ, որովհետև արարիչ ստեղծել մի բան, որտեղ մենք չենք ուզում գնանք, կոչվում է դժոխք։ Եթե պետք չլիներ, չէր ստեղծվի։ Ինչ վերաբերում է դրախտին, մենք անպայման ձգտում ենք դրախտի եւ պատրաստ ենք ամեն ինքնազոհության հանուն դրախտ ընկնելու, դա էգոիզմից է գալիս արդեն։ Մեր էգոյի շնորհիվ ենք։ Վերջի արի մի փոքրիկ անդրադարձ անենք հին կտակարանին, երբ որ Աբրահամին ասվում է պետք է ողջակիզես քո որդուն, եւ Աբրահամը համաձայնվում է, որ չընկնի դժոխք, որ մի հայրը իրականում իր որդուն հեշտությամբ փորձեր ողջակիզել, թող ընկներ դժոխք, բայց ասել չէ, ես պատրաստ չեմ։ Այսինքն երեխայի համար էլ այդ դժոխքը սարքում է։ Իհարկե, ով ուզում է ցանկանար, վերջո պայքար թող գնա։ Այնպես չի, որ այդ գրքում աստվածային ուժի հետ պայքարի մասին գրված չի։ Եվ պայքարով ավելի գնահատական ստացավ, չէ՞։ Նայ սովորական փոքրիկ դրվագ, որը բոլորի համար դա սրբագործության հավասար բան է երևում, բայց հակառակը էլի վախի մթնոլորտ է տալիս կամ տանում է դեպի կուրացման դաշտ։ Շատ կարևոր է ընկալել, որ թե դրախտը, թե դժոխքը մեր ներսում է։ Մեր ամեն առավոտ արթնանալուց հետո պետք է հասկանանք, մենք ուզում ենք դժոխքում ապրենք, թե դրախտում։ Եթե մենք սկսում ենք գոհանալ, շնորհակալ լինել, ապրել ամեն մի պահը, սկսած կերակուրից վերջացրած ինչ-որ մեկի ընկերակցությունից վայելել այդ ամենը տեսնելով արարչական ուժը, էներգիան, ինքն էլ է շատ ուրախանում, այն ծնողի նման, որը տեսնում է իր երեխայի վայելքները այն ժամանակ, երբ որ մի փոքրիկ նվեր է ստանում երեխու համար կամ կերակուր է սարքում եւ երեխան վայելում է ուղղակի այդ քո տվածը, դու տեսնում եւ պատրաստ ես լինում մի քանի անգամ ավելին անել քո երեխու համար։ Իսկ երբ որ այդ երեխան չի վայելում, արհամարական դեն է նետում ու գնում է խաղալու եւ այլն, դու մտածում ես գուցեև իմ սարքած կերակուրը լավը չէր կամ գուցե իմ տված նվերը լավը չէր, փորձեմ մի ուրիշ բան մտածեմ, բայց երբ որ երկրորդ, երրորդ անգամ էլ նույնպես անում, մտածում ես, որ լավ, գուցեև ինքը չի սիրում շնորհներ, իրեն չեմ տա շնորհներ։ Շատ ճիշտ է, այդ դրա համար այսօր շատ նույն ձև արարչական ուժն է։ Եթե մենք չենք գոհանում ամեն մի պահից մեզ տրված եւ սպասում ենք դրսից եկող ինչ որ հրաշքների, իհարկե չենք ստանալու այդ ամենը, չենք ստանալու, որտեղ մեզ տրվածից պետք է նախ վայելենք, շնորհակալ լինենք, գոհանանք, այդքան բան։ Այդ հենց մարմնի անգամ, երբ որ հաճույքները ասենց ասած մարդը օգտվում է, բայց անգիտակից եղանակով օգտվում եւ նա շնորհակալ չի, որ հոգին մարմնի մեջ է դառնում արարիչ, երբ որ դու կարողանում ես կոշ նյութի հետ շփվել եւ զանազանել թացը, չորը, սևն ու սպիտակը, այս գոհունակությունը, երբ որ չես տալիս, արարիչը մտածում է, երբ ես պետք չի ես մարմինը, ես պետք չեմ ես ամեն ինչը ինչ որ կա եւ դու ստեղ քո դիտակցությունը չաճեցրեցիր։ Այսինքն տգիտաբար օգտվեցիր հաճույքից, բայց շնորհակալ վիճակով չօգտվեցիր, որ ես հիմա կամ ու կարողանում եմ սա վայելեմ։ Ես շնորհակալ եմ ինձ ընձեռված այս հնարավորության համար, որտեղ սրանից մի քանի տարի առաջ, երբ որ ես օրինակ ծնված չէի, ես չէի կարող սրանից օգտվել, եւ հետո որ չեմ լինելու, կրկին չեմ կարողանալու սրանից օգտվեմ, բայց արկա պահին դրա համար զեսի сейчас վիճակում եմ գործում արարիչը, չէ, այստեղ եւ հիմա։ Դու արարիչ ես եւ այստեղ եւ հիմա ամեն ինչ քո ձեռքերի մեջ է, ամեն ինչ քո ափի մեջ է։ Եվ այս պարագայում Աբրահամի օրինակով դա դառավ հեղինակություն Աբրահամը բոլորի աչքին, որ եկեք վարվենք Աբրահամի նման, նա պատրաստելի որդուն հանուն Աստծո զոհեր, եւ հետո կապեցին Եհովային Քրիստոսի այն բանի հետ, ասեցին, տես հայր Աբրահամը հայր Աստծո պրոտոտիպն էր, խորհրդապատկերն էր, այսինքն նա դրանով ցույց տվեց, որ ինչպես
ես եմ պատրաստ իմ որդուն զոհել, այդպես էլ հայրը շուտով պետք է զոհի Քրիստոսին մեր մեղքերի համար։ Այսինքն սա խորհրդապատկերն էր Աբրահամը հայր Արարչի։ Դրանով Աստված ուզում է ասի Աբրահամին, որ ինչպես դու ես պատրաստ քո որդուն զոհել, այդպես էլ ես եմ շուտով պատրաստ իմ որդուն զոհել ձեր մեղքերի համար, որ ձեզանով փրկություն լինի։ Այսպես վերեցին, կապեցին իրար հետ, պատկերացնում ես ինչ ստեղծվեց, կրոնի խմորումները որտեղից են գալիս։ Ինչու է պաշտվում հայր Աբրահամը, ինչու են իրան այդքան մեծանում, սա է պատճառը։ Սևակյան, Որ նա էլ իր որդուն զոհեց, նույնն էլ հայրը զոհեց իր որդուն մեր մեղքերի համար։ Ես կուզեմ քո տեսակետը Դավիթ ջան լսեմ այդ հարցի առնչությամբ, արդյոք իրապես կապ ունի Աբրահամը հայր Աստծո խորհրդապատկերի հետ եւ դրանով Աբրահամը Աստված ցույց էր տալի, որ դրա համար կոչվեց հավատի հայր, ինչպես դու ես պատրաստ քո միածին որդուն զոհես ինձ համար, այդպես ես իմ որդուն Քրիստոսին պետք է զոհեմ մարդկության մեղքերի համար, որտեղ այնտեղ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ նույնիսկ իր միածին որդուն տվեց, որ ով որ նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, որպես փրկանք տրվեց, մեր մեղքերին պատարակ եղավ, զոհ եւ պատարակ։ Ինչ ես կարծում դու այս մասով։ Դու համաձայն ես Աբրահամի եւ Քրիստոսի եւ Հայր Աստծո այս նմանությանը, որ բերված է 5 կտակարան։ Սևակյան, սկսեմ նրանից, որ ինչպես մի քանի անգամ մեր զրույցների ժամանակ ասել եմ, նորից փորձեմ կրկնվել, որ իմ համար, դա իմ համար չէ, բայց իմ տեսանկյունից եմ ասում, որ Աստված եւ Արարիչ հասկացողությունները շատ տարբեր են։ Վերջի Աստված, Հայր Աստված կոչված, գաղափարը ինքը շատ իր տեղում գտնվող գաղափար է, էակ է, բայց ինքը Արարիչը չի տիեզերքի։ Հին Աստվածաշնչում ներկայացած Աստված, ով պահանջում է զոհաբերություններ առհասարակ, ինքը նյութական դաշտի ստեղծող Աստվածն է, ոչ թող կրկնության նման լինի, որտեղ ասում են կրկնությունը գիտության մայրն է, եւ շատ կարեւոր է ճանաչել ամենքին իր դերում, նորից կրկնելով ցիտեմ Հիսուսի խոսքը, կեսարին կեսար, ասում է Աստծուն, իրականում Արարչին պետք է լինի, բայց քանի որ թարգմանությունների միջոցով եւ այդ ընդունված գրքերի միջոցով բարձ լինելու համար փոփոխությունների ենթարկվեն, բոլոր տեղերում Աստված է գրված։ Այդքան մատչելի է դարձած։ Մատչելիություն նշանակում է ոչինչ չհասկանալ այս դաշտում։ Վերջո ինքնաճանաչման դաշտը չի կարա շատ հարթ գնա, օրինակ ինքս լինելով հեքիաթների էպոսների ուսումնասիրությամբ զբաղվող մարդ, մի շատ լավ օրինակ կա, ցանկանայի մեջբերում անել, երբ հեքիաթի հերոսը, գլխավոր հերոսը, փոքր տղան, պետք է գնա իր եղբայրների պես վերահսկի, որ դևը չգա եւ անմահական խնձորը չուտի, եղբայրները վերահսկելու ժամանակ քնում են, քունները տանում են մի հարմարավետ տեղ նստում ծառատակ քնում են, փոքր եղբոր հերոսի քունը երբ տանում է, ինքը վերցնում մատը կտրում է, աղ է ցանում վրան, որ մարմռա եւ մարմուրից քունը չտանի, որի արդյունքը լինում է նա, որ արթուն է մնում եւ դևին հաղթող է դուրս գալիս։ Առակը ինչ կցուցանի, որ հերոսության կամ ինքնաճանաչման քոնապատակներին բարձրյալ նպատակներին հասնելու համար անխուսափելի է մրմուրն ու ցավը, իսկ ամենա թմբիրի մեջ գցելու գործիքը դա կոմֆորտ, հարմարավետություն կոչվածն է։ Ինչի համար եկաք, թվա թե կապ չունի, շատ մեծ կապ ունի այս ամենը իրար հետ, որովհետև նյութական դաշտի ամենամեծ գործիքը հենց այդ թմբիրի մեջ գցելու գործիքն է։ Թմբիրի մեջ գցելու ամենակարևոր նույն գործիքներից մեկը մարդկանց հնարավորինս մատչելի ձևով բան մատուցելն է։ Իսկ դրա ամենավառ ապացույցներն են, որ նույն գրքերում թե Արարիչ թե Աստված բոլորը գրված են նույն կերպ, գրված է Աստված ու վերջ, որովհետև Աստծուն կարելի է պատկերել, մեր կերպարը տալ եւ պատկերել, ասելով որ չէ, որ մենք ստեղծվեցինք իր կերպարով, ինքն մեր կերպարն եւ եկեղեցիներում, սրբավայրերում մարդկային կերպարով նկարել Հայր Աստված եւ այլը, մարդիկ տեսնեն կրապաշտության գնան եւ իրենց թվա թե ամեն ինչ ընկալեցին։ Իսկ Արարչին ուղղակի անհնար է մարդկային կերպար տալ, որտեղ ինքը չունի ոչ մի կերպար։ Ինքը մեծ անսահման էներգիան է, որին չի կարելի նկարագրել, որտեղ հնարավոր չի նկարագրել իրան։ Հիմա նա մեր բոլորի ամբողջությունն է։ Այո, Աստվածներն են ապրում իր շնորհիվ։
մենք մարդիկ էլ ենք ապրում իշնորհ ծառերում ծաղիկներ եւ ամբողջ տիեզերքը միայն առողջական էներգիայի շնորհիվ ենք ապրում։ Ինչ վերաբերում է հայր Աստված կասենք, Աստվածների հայր կասենք, թե Գերագույն Աստվածություն, որ նշված է կոնկրետ անվանումով, չմոռանանք, որ այդ Աստվածությունը պարզ ինքը իր մասին ասում է, նախ խանձոտ Աստված եմ, վրիժառու Աստված եմ, ես Աբրահամի, Մովսեսի, Դավթի ու Սողոմոնի Աստվածն եմ, չի ասում բոլորի ստեղծողն է, առանձնացնում է։ Բացի դա, այդ աստվածության հետ գործ ունենք, ով որ պահանջում է նյութական զոհաբերություն, որովհետև այդ զոհերի էներգիայով է ինքը սնվում։ Եվ այս հիմա բոլոր պատերազմների արդյունքն է հենց նաև այդ զոհաբերություններն են, որով սնունդ է ուղարկվում տվյալ ուժին։ Իսկ մենք անգիտակցաբար այդ ամենը անում ենք։ Պատերազմելուն դեմ չեմ, եթե կարիք կա պատերազմել, որովհետև պետք է ինքնապաշտպանություն տեղի ունենա, դու էլ բարձրալի կողմից արարված էակ ես, կամ դու կամ դիմացինը, որ անգիտակցորեն գալիս է քեզ վերացնելու, պետք է պայքարես, իհարկե, բայց ամենամեծ պայքարը մինչ պատերազմելը մեր ներսի կռիվն է, պատերազմ պետք է լինի, ճանաչել արարչականը եւ տարբերակել աստվածային արարչականից։ Եվ այդ ամենից հետո մենք հասկանում ենք ինչ է նշանակում ով էր Աբրահամին ասում պետքա ողջակիզես քո որդուն եւ հետո իբրև հակաքայլ ասում է չէ պետք չի ու եւ տեղը խո է նվիրում ասեմ դա այլ աստվածային ուժ է տեղը խոյ տալիս որ Աբրահամը փոխարինի իր որդու հետ ոչ թե պահանջող աստվածությունը ուղղակի գրքի մեջ այդ մանրամասնությունը եւ առանձնացումը արված չի եւ մենք անցալում ենք որ դա նույն ուժի մասին է խոսքը այստեղ է բազմակերպված որ ինչ վերաբերվում է որ դա կապենք արարչի որդու հետ որը Հիսուսն էր դա ընդհանրապես կապելու արժանի բան չի որովհետեւ իրանք տարբեր ուժերի ներկայացուցիչներ էին վերջի վերջո ասվում է որ Աբրահամը ընդունված է որպես նյութական Աստծո կողմից ճիշտ է գրված է այդպես էլ իսկ Հիսուս ինքը ներկայացնում էր հավերժական էներգիան եւ երբեք իր հորը չկոչեց որպես Եհովա անունով վերջի վերջո Աբրահամ թե Մովսես թե բոլոր հերա այդ մեծամեծերը կոչում էին Աստծուն իր անունով այդ դեպքում եթե անմիջապես որդիներ ինչու ինքը իր հոր անունը երբեք չտվեց եթե Եհովան էր Հիսուսի հայրը ոչ Եհովան չէ ասեմ ավելին Հիսուս շատ տեղերում է ցույց տալիս թե ում ներկայացուցիչն էինք եւ ցավոք սրտի նույնիսկ իր աշակերտների հիմնականում չհասկացան եւ չճանաչեցին ում ներկայացուցիչներ որտեւ Հիսուսն է ասում դուք որդուն չճանաչեցիք ու մնաց հորը ճանաչ ինքս նորմալ եմ նայում մի քիչ շակերտներով նորմալ եմ նայում հենց այդ համեմատականներին որ տարբեր խմբավորումների միջոցով տրվում է նորմալ եմ նայում այնքանը որտեվ քնած մարդը ինչ ասես կարա խոսի բայց դա արթուն մարդու գիտակցություն չի ինչպես քնած մարդը կարող է իրականությունից դուրս տարբեր բաներ խոսել եւ լսի նույն ձևի այս դեպքում վիրավորական չի մենք շատերս ենք միշտ բոլորը քնած են լինում հետո են արթնանում երանի նրան ով կարթնանա եւ կփորձի ինքնաճանաչման գնալ ու հասկանալ որ ամեն փրկությունը առաջին հերթին իր ներսից է գալիս չեմ ասում դրսից հրաշքներ չեն գալիս փրկություն չկա եւ այլ չեմ ասում դա կա իհարկե բայց չի լինի եթե քո ներսում դա կազմավորված չլինի այդ աշտարակը կառուցված չլինի բաբելոնյան այդ փրկության աշտարակը եւ թույլ տանք որ քանդեն էլի բաժանելու համար իհարկե չի ստացվի դրսի հրաշքներն էլ չենք տեսնի ինչպես առաջի հարցն է իհարկե չենք տեսնի ու կհավատանք խոսքերին որ ինչ որ հրաշքներ են կատարվում բայց արդյունքը չենք տեսնի Իսկ Եհովայի վկաները ասում են դուք մեղավոր եք, որտեղ պատվիրան եք խախտել, որտեղ այնտեղ Աստված ասում է, որ պատերազմը իմս է, դուք զենք եք վեկալում, գնում եք Սաղմոն, իրավունք չունեք, չէ՞ որ նա ասել է պատերազմն իմն է, այ դրա համար իրենք չեն գնում ծառայության, իրենք չեն գնում բանակ, որ պատվիրան չխախտեն հանկարծ, զենք չվերցնեն։ Դե հիմա պետք է ես գիտեմ այս հարցերի պատասխանը, բայց քո տեսակետն եմ ուզում, Դավիթ ջան։ Դու ո՞նց ես նայում այս ամենին։ Միթե արարիչը
Միթե արարիչը կպատերազմի իր որդիների դեմ։ Միթե արարիչը նման արտահայտություն կաներ, կասեր պատերազմի հիմնա, դուք լնստեք ձեր տեղես, այս ընդ մնացած իմ զավակների փրկում թափում եմ ձեր համար։ Ինքս Սևակ ջան, ով եմ որ պատասխանեմ արարչի փոխարեն։ Թող ամեն մարդ իր ներսում տեսնի արարչին ու լսի այդ պատասխանը։ Բայց ինչ վերաբերում է վկաների խոսալուն ծառայությունից փախնելու համար, առհասարակ ծառայություն բառը առողջ բառ չի։ Ինքս չեմ սիրում այդ բառը, բայց մի բան գիտեմ, որ եթե գոյություն ունի տարածություն, որը պահպանելու կարիք, ուրեմն պետք է բոլորս սահմանապահ լինենք։ Եվ դա կապ չունի ինչ վկա ես դու։ Ինչ վերաբերում է խախտելուն, այդ խոսքով իսկ եւ հենց այդ խմբավորումներում գտնվելով իսկ արդեն այդ մարդիկ խախտում են մի շատ կարևոր օրենք, գիտակից մարդ լինելու օրենքը։ Նույն այդ խմբավորումներում չմոռանանք, որ լիարժեք կուրացում կա, լիարժեք թմբիրի մեջ են գտնվում, բայց ինչ ասեմ, ամեն մարդ իր ընտրություն ունի։ Գուցե դեռ իրանց այդ ժամանակն է, որ հələ դաշտով պետք է գնան առաջ։ Այստեղ թերությունը եկեղեցիներինն է, օրինական եկեղեցիներին է, օրինական կրոն կոչվածներին, ովքեր իբրև թե պայքարում են նման խմբավորումների դեմ, բայց վերջի այդ նույն խմբավորումները բացում են իրենց գիրքը եւ կարդում են այն նույն գրվածքները, ինչը տալիս է եկեղեցին։ Դա ցույց է տալիս, որ եկեղեցին դեմ լինելով նմանատիպ խմբավորումներին, նաեւ հովանավորում է, քանզի նույն գաղափարներն են տարածում բոլորը։ Մեկը մի փոքրիկ այլ ուղղությամբ, օրինակ, ասած խմբավորումը վկանները ավելի 5 տակարանի ջատագով են, օրինական եկեղեցին Քրիստոսի ջատագով, նոր կտակարանի, բայց ցավոք սրտի Քրիստոսի հետևավոր չի, որովհետև ընդունում է, որ 5 տակարանի Աստծո որդին է Հիսուս։ Այդտեղ արդեն չի կարա առողջ գիտակցություն բացվի, քանզի դու ամենայն ակունքային վիճակը աղավաղված ես տեսնում։ Եթե այսպիսի թեմաները խոսենք եւ տարանջատենք Հիսուսին Եհովայից, մեզ ասում դուք սատանայից եք, հենց սատանայի գործն է, որ բաժանիր հորը առանձնացրեց որդուն, այսինքն մենք դառնում ենք սատանայից։ Բայց այն որ սատանան այնտեղ պարզ գործում է եւ սպանելու, մորթել, թալանել է տալի բոլոր ազգերին, չեն տեսնում այդ սատանային։ Որտեւ իրականում սատանայի մասին մենք լսեն ենք, բայց իր պատվիրանները չենք տեսել։ Միշտեր այնտեղ մի սպանիր պատվիրան տվողը բոլորին սպանել է տալիս։ Մի գողացիր պատվիրան տվողը ասում է մտի Եգիպտոսը կողոպտիր։ Սա ոնց է լինում, բա այդ դուք ինչի չեք տեսնում այդ կոպիտ ասած շագերտների մեջ ասած սատանային այնտեղ, որ եկել եք մեր մեջ եք փնտրում այդ սատանային։ Պետք է հասկանանք ինչ է սատանա։ Պետք է հասկանանք գործողություններով, ինչպես մարդուն են ճանաչում ոչ թե անունով, այլ իր գործով, նույն ձևի ցանկացած էակների։ Հիսուսը շատ կարևոր ցիտում ունի, եւ հրեա ռավիններին ասում է դուք ձեր սատանահոր զավակներն եք։ Չէ որ որպես հայր իրանք ընդունում են նյութի դաշտի Աստծուն։ Հիսուսը ինչու է ասում դուք ձեր սատանահոր զավակներն եք։ Ուղղակի քրիստոնեական դաշտում նյութի աստվածությանը, քանի որ մարդկանց իշխելու համար բաժան եւ իշխի այդ գործիքն է պետք օգտագործել եւ վախի մեջ պահել էր պետք, առանձնացրեցին, ծնեցին մի անուն, այսպես կոչում, եւ դաժան աստվածությանը կոչեցին սատանա, բայց երբ որ նայում ենք ողջ նյութական դաշտի աստվածության գործողությունները, ամբողջ գործողությունները ցույց են տալիս, որ հենց այդ սատանա կոչված ուժը հենց այդ աստվածությունն է վերագրվում դեպի այդ աստվածությանը, այսինքն Եհովայի տիրույթին է պատկանում։ Այո, գործով եմ ասում, վերջի վերջո մենք նայում եւ տեսնում ենք, որ սպանություններ, էգոյի դաշտի արթնացում, զարգացում, բաժանում, իշխում, այդ ամբողջը տեղի է ունենում այդ աստվածության կամով։ Վերջի վերջո, երբ որ Հիսուսին փորձության ենթարկող ուժը Հիսուսին խոստանում է, որ եթե պաշտի իրեն կտա աշխարհի թագավորություններն ու հարստությունը, դա նույն խոստումն էր, երբ որ նույն 5 տակարանային աստվածությունը Մովսեսին եւ Աբրահամին է խոստանում, որ կտա աշխարհի բոլոր թագավորությունները Աբրահամի կամ Մովսեսի սերնդին եւ այլն։ Ով է կարող տալ հարստություն, ով որ ունի այդ հարստությունը։
եւ խոսքը գնում էր նյութական հարստության մասին։ Իսկ Հիսուս ասում էր, այս աշխարհում նյութական գանձերի մի դիզ է, այլ երկնքում, ցույց տալով, որ արարչականը նյութական դաշտի կրող չի եւ նյութական հարստություն չունի եւ պետք է չի որ ունենա։ Իսկ երբ որ նյութական դաշտի աստվածությունը կոչենք այսպես գերագույն աստվածություն, հա, ոչ արարիչ, բայց ինքը ասում է, ես կտամ այս հարստությունը, այն հարստություն, դա ցույց է տալիս, որ ինքն է նյութական դա հարստության տերուն տիրականը։ Իսկ ով է ձգտում նյութական դաշտին եւ հարստությանը եւ իշխում ըստ կրոնական խոսույթի սատանա։ Բացի դա ամբողջ Հիսուսի քարոզների ընթացքում, խոսքերի ընթացքում, երբ որ կան, տեսնում ենք, որ նույն հին կտակարանյան օրենքներին ինչքան է ժխտում ինքը։ Փոփոխում է ամբողջը։ Իրան ես դրա համար չէին ներում, էլի։ Ասում են եկել ես օրենք ես փոխում, ասել ես լրացնում եմ, չեմ փոխում։ Այսինքն այնքան բացում ու պակաս պրատ բաներ եք թողել, որ ես հələ պիտի լրացնեմ, որտեղ դուք մենակ մարմինի նյութն եք բերել, հոգևորը չեք բերել, ես եկել եմ լրացնեմ, որ ներողություն, առաջին հերթին ինքը չասես եկել եմ լրացնել, այլ եկել եմ կատարելու, տարբեր բառեր են դրանք եւ տարբեր իմաստներն են։ Ցավոք բոլորը ընկալում են Մանդելայի սկզբունքով, կարծում են եկել եմ կատարելու, բայց ընդունում են եկել եմ լրացնելու։ Դրանք շատ տարբեր բառեր են։ Բայց երկու դեպքում էլ եթե դիտարկում ենք, էլի եթե լրացնելով ենք դիտարկում, եթե մի բան լրացնում ես, նշանակում է բաց կա լրացնելու, իսկ եթե բաց կա, նշանակում է կատարել չի արդեն այդ տվյալ օրենքը։ Իսկ եթե եկել եմ կատարելու, դա չի նշանակում եկել եմ օրենքը եղած օրենքը կատարելու, այլ ցույց է տալիս, որ եկել է իր անելիքը անելու, իր գործը կատարելու, որովհետև անմիջապես այդ խոսքից հետո ինքը շատ տարբեր օրինակներ է բերում։ Օրինակ բերեմ, ասում է ասված է կարող ես արձակել քո կնոջը եւ անպայման արձակման թերթիկ տալ։ Առանց արձակման թերթիկ չի կարելի արձակել։ Որից հետո այդ կինը կարող է նոր ամուսին ունենալ։ Ասում է, իսկ ես ասում է, Հիսուսն արդեն իր տարբերակն է ասում, ով կարձակի իր կնոջը անառակություն կանի, քանզի իր կնոջը դրդում է դրանով անառակություն անելու։ Չէ որ ասված է, Հիսուսն ասում է, որ երբ որ մարդիկ միանում են իրար, դառնում են մի մարմին, այրուկին մի մարմին, եւ արարչի կողմից միանում են, դառնում են մի մարմին, այդ դեպքում ինչպես կարելի է բաժանել այդ մարմինը։ Հիմա դա եղավ կատարել, լրացնել, թե հակասական բան եղավ ըստ օրենքի հերաների։ Ասում է գրված է ակն ընդական, ընդատամ, բայց ես ասում եմ քո աչքի գերանը չտեսած եղբորդ աչքի փուշն ես նկատում։ Առաջին հերթին քո աչքի գերանը հանի, նոր փորձի նկատես դիմացին աչքի փուշը։ Օրինակներից մեկը։ Ասում է սիրիր թշնամուդ։ Այն դեպքում, երբ որ ասում է ակն ընդական, ատամ, այսինքն վրեժխնդիր է պետք լինել, բայց Հիսուս ասում է սիրի նույնիսկ թշնամուդ։ Բոլորը մտածում են սիրի նույնիսկ թշնամուդ, ուրեմն խոնարհ ծառայի, ենթակայի գիտակցությամբ է պետք ապրել, ոչ։ Ուղղակի եթե ասում է սիրի նույնիսկ թշնամուդ նախ բարձր էակների մասին էր խոսում, ինչպես ինքս ամամիտ չեմ քննադատել որևէ աստվածային ուժի, քանզի ընդունելով Քրիստոսի ճանապարհի գաղափարը, ընդունում եմ, որ չի կարելի քննադատել եւ պետք է սիրել ամենքին իր դերում տեսնել եւ ընդունել սիրել։ Նույն բանի մասին խոսում էր Հիսուս, ասում էր սիրի թշնամուդ, այսինքն չկա վատ բան տիեզերքի կողմից ստեղծված։ Եթե կարիք չլիներ, չէր ստեղծվի։ Եթե ստեղծված է, պետք է ընդունել, բայց պետք է ընդունել ամեն մեկին իր դերի մեջ։ Նյութին տալ նյութին, արարչինը տալ արարչին, ոչ թե խառնել։ Շիլապլավ պետք չի սարքել։ Չի կարելի։ Դրա համար է բարկանում, էլի։ Իհարկե։ Նու այդտեղ արդեն ինքը խոսում էր հերյա լեսարանի համար, նաև այն էր պատճառը, որ ասեց գեհենի կամ դժոխքի պարտավոր պետք է լինեք, որտեղ իրենք այդ թեզերով էին առաջնորդվում եւ հավատացյալներին տենց էին վախացնում, որ այդ ու սենց արես այդ դժոխք են դրա, ինքն էլ իրենց լեզվով խոսած։ Իրականում դրախտ ու դժոխքը քո ներսի հոգեկերտվածքի հիման վրա ձևավորվող երևույթներ են։ Դու պետք է այդ արքայությունը հազար անգամ ասես, քո մեջ է, եթե դու սարքել ես քո ներսը դժոխք,
անընդհատ բողոքների գիրքա քո կյանքը, դժգոհություններ, մի խոսքով նմանատիպ բան է, դե հենա ներսդ ինչա, ինչով է լցված, մաղձով։ Եթե ատում ես բոլորին, եթե արդեն դու թունավորված ա քո ներսը, դժոխք կա արդեն ներսդ։ Այսինքն սիրո բացակայությունը, որ ասում է մութը դա լույսի բացակայությունն է։ Այս դեպքում ատելություն եւ դժոխքը դա դրախտի բացակայությունն է, որ դու ես ստեղծել քո համար, քո ներսում։ Արարիչը դժոխք չի ստեղծում։ Մի շատ լավ առակ կա, եթե դեմ չես կպատմեմ, մի ճապոնացի սամուրայ գնում է լուսավորյալ մարդու մոտ, մաստերի մոտ, ասում է ինձ խնդրում եմ բացատրի որն է դժոխքի եւ դրախտի դարպասները։ Նայելով է սամուրային, մեր լուսավորյալ վարպետն ասում է դու ով ես, որ մեկ էլ ման ես գալիս դժոխքի կամ դրախտի դարպասները, դու սկի արժանի չես այդ ամենին, գորի գնաս տեղից։ Այս սամուրայ ինքնավիրավորված լինելով հանդերձ, սուրը հանում է, որ արդեն գլուխը թռցնի մեր վարպետի, վարպետն ասում է այ հիմա քո առաջ բացվեցին դժոխքի դռները։ Այս մեր սամուրայը սուրը դնում է տեղը ընկալելով ասած, ասում է այ հիմա սկսես դրախտի դռները բացվել։ Մեր ամեն մի քայլից է կախված եւ ամեն մի վայրկյան մենք երկու դռների առաջ ենք կանգնած։ Թե որ դռնով ենք ներս մտնում, թե որ դռնով ենք ցանկանում ներս գնալ, ընտրությունը մերն է։ Նույն հեքիաթի օրինակով բերեմ, հեքիաթներում միշտ հեքիաթի հերոսին, երբ եղբայրների հետ ճանապարհ է գնում, որոշակի հարցեր լուծելու համար հանդիպում է ճամփաբաժանի նստած հալիվորին, որը ի դեպ նույն Քրիստոսի խորհրդանիշն է, Մելխիսեդեկ քահանա, շատ տեղերում ինչպես ասվում է, եւ մեր հերոսը ընտրում է մեջներից ամենաբարդ ճանապարհը, որի համար հալիվորն ասում է այս ճանապարհով գնացողը էլ հետ չի դառնա։ Եվ հերոսը ընտրում է հենց այդ ճանապարհը, որը լի է դևերով, փորձանքներով, դժվարություններով, նաև հաղթանակով։ Եվ հետ չդառնալու խորհրդանիշը հենց նա է, որ այդ ճանապարհով գնացողը, ով որ չի վախենա դժվարությունների ճանապարհով գնալ, ինքը երբ կհասնի իր բարձր գագաթնակետին, ինքը իրոք շրջապատի համար եւ ինքն իր համար անճանաչելի կդառնա, այսինքն այնպիսի փոփոխված հետ կգա, որ նույնիսկ սեփական ծնողը չի ճանաչի։ Դա ներսի աշխարհի մասին է խոսքը։ Հեքիաթները իրական հրաշքներ են գործում իրենց թաքնագիտական շերտերում, այնպես որ ունենք նմանատիպ հրաշքներ եւ փառքոպատիվ թե Գարեգին Սրվաստյանցին, թե Թումանյանին, թե Ալիշանին, թե մեր մեծամեծերին, որ փոխանցել են մեր հրաշքները եւ չեն կորսվել։ Դա էլ մի փոքրիկ այդ հատվածով։ Այդքան տեղը հայության բախտը բերել է, որ գոնե այս փոքրիկ պատառիկները մնացել են։ Գոնե էլի մեր Թումանյանը կարողացել է, որովհետեւ ինքը պայծառատես էր նաեւ, Թումանյանը ուներ այդ պայծառ մտքերը, երբ որ իրան մոտենում ասում են վարպետ, շնորհակալ ենք, դուք շատ լավ հեքիաթներ եք գրել, ասում է ես հեքիաթ չեմ գրել, այսինքն ինքը երբեք չի ասել, որ սրանք այն հեքիաթներն են, որ դուք լսել եք ու գիտեք, որ իմաց պատմություն է, սրա մեջ կա լուրջ իմաստ։ Սևակ ջան, թե Ղազար Սաղայանը եւ մեր շատ մեծեր իրականում իրենց հեքիաթների հիմնական մեծ մասը հենց վերցրել են հայ ժողովրդական հեքիաթների մշակումներն են արել, շատ հեքիաթների մշակումներ են արել եւ տվյալ ժամանակին ավելի մատչելի փորձել են մատուցեն մի փոքրիկ ավելի այն ձևով, որ մարդիկ շատ չսարսափեն, որտեղ այնտեղ սարսափել դրվագներ էլ կային եւ դժվար կներ երեխաներին փոխանցել այդ ամենը, որ հնարավոր լիներ տարբեր տարիքի մարդկանց փոխանցել այդ թաքնագիտական շերտերը այն հույսով, որ գուցե օրից մի օր ինչ որ մեկը կկարողանա իր ներսի գցած սերմը ծաղկացնել, մեծացնել եւ քաղել այդ պտուղները։ Անձամբ ինքս ունեցել եմ այդ սերմը ծնողիս կողմից փոխանցված եւ հիմա վայելում եմ այդ պտուղները։ Շատ լավ Դավիթ ջան, ամփոփենք մեր զրույցը։ Շատ հաճելի էր ապրես, շնորհակալ եմ այս բովանդակալից հետաքրքիր զրույցի համար։ Հետագայում կարծում եմ նորից առիթներ կունենանք եւ հանդիպման ընթացքում կբացենք շատ կարեւոր արխայիկ շերտեր եւ թող մենք ենք կրթվում եւ բոլորս այդ դույսը կարող ենք տարածել մեկս մեկի վրա ու կգա այդ զարթոնքը։ Շնորհակալ եմ Դավիթ ջան։ Բարի Սևակ ջան։ Եվ մի բան էլ ասեմ, քանզի խոսեցինք հեքիաթներից, ասեմ եւ ավարտենք, ինքս ունեմ հեքիաթային խումբ, զումային հանդիպումներ եմ անում շաբաթը մեկ,
Եթե հանդիսատեսներից ցանկացող կլինի անվճարի հանդիպումները, կարող է գրել հեռախոսը համարը թողնել, ես կգրանցեմ, եթե ցանկություն կունենան Էգհատային թաքնագիտական շերտերին ծանոթանալ, խնդրեմ սիրով կընդունեմ առաջարկը։ Այդքան բան, շնորհակալ եմ Պարոն Դավիթ ջան, համար։ լավ առաջարկ արեցիք, հուսով եմ կհետաքրքրի մեր դիտորդներին։ Դե, այսօր այսքանը, ժողովուրդ ջան, շնորհակալ եմ, որ կաք եւ շնորհակալ եմ նաեւ քեզ Դավիթ ջան, որ մենք կարողացանք այս փոքրիկ հանդիպումով խոսել այնպիսի բաների մասին, որոնց մասին քիչ է խոսվում։ Փոխադարձ Սևակ ջան։ Դե, ամենայն բարիք բոլորին, մինչ հանդիպում, ցտեսություն։ Հաջողություն։